Սիրելի հետևորդներս, բարևներ, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ովքեր նոր են հետևում իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, բայց այս պահին իմ խոհանոցում չեմ, ճիշտ է խոհանոցը կոկիկ, մաքուր, լավ խոհանոց է, ամեն դեպքում իմ տանը չեմ, իմ հին հետևորդները կփաստեն դա, ուրեմն մինչ իմ օրվա գործողությանը անցնելուն չենք մոռանում, եթե նոր եք միացել իմ էջին և հավանում եք իմ բաղադրատոմսերը, բաղադրատոմս որն է, մեր առօրյա մի փոքր մասնիկով կիսվում ենք էլի ձեր հետ, իրար հետ մի քանի րոպե ժամանակ անցկացնում ու ամենքս գնում մեր գործերին, մենք հայերս միշտեր ճիշտ աշխարհով մեկ սփռված ենք, բայց շատ շնորհալի ու շատ բազմակողմանի զարգացած ազգ ենք, տաղանդավոր ազգ ենք, ինչ լավ հայտնի մեծեր ունենք, չէ, որ աշխարհահռչակ վայելում են վայելում, այդ իսկ պատճառով բաղադրատոմսը որն է իմ առօրյայով ձեր հետ կիսվում եմ և շնորհակալ եմ, որ մի քանի րոպեով ձեր թանկ ժամանակը տրամադրում եք ինձ, լայքում, տարածում իմ տեսանյութը, իսկ նորից եմ ասում, ովքեր եք, որ նոր են միացել այդ ամենը չգիտեն, եթե հավանում եք իմ ներկայացրած փոքրիկ հոլովակները կամ Անահիտ Ալեքսեյցում մեծ բլոգները, լայքեք, բաժանորդագրվեք, մի օգտակար գործ արեք իմ համար, ինչի համար ես շատ շնորհակալ կլինեմ։ Հիմա այս Անահիտ խոհանոց էջում մակարոնի պատրաստություն չեմ տեսել ոչ մի անգամ ու չկասեմ կան, որ ասում են, այս ինչից գիրանում ես, այն մյուսից գիրանում ես, ինչն է շատ օգտագործում ես ու ամեն օր, ամեն ինչն էլ կգիրացնի։ Այստեղ գազով չի, այսպես ասած, էլեկտրականն է, ինչ եմ անում, այսօր ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ մակարոնի փլավ անեմ, ու ես ու Ալեքսը վայելենք, կարակով չեմ անում, սովորական բուսայուղով եմ անում, սպասելու եմ, սա գիտեք գազի նման չի, ինքն էլեկտրականն է, սրան է, դեռ պետք է որ տաքան է, ու ոնց մենք հայերս սիրում ենք ասենք, ով ասմաբով ենք, ստեղ անգամ գրածավոր էլեկտրական սրճեք չի կարելի օգտագործել, ով ասմաբով ենք, ով ասմախարկ ենք, ով ասմաժարի տանենք, ինչև է, բարձր կարգի մակարոնն է, մակարոնի մեջ էլ գիտեք չէ, տեսակներ կան, հիմնականը ռուսական արտադրության մակարոնն է, լավը մաքսան, համենայն դեպս ինձ ննդապանները տենց են ասել, եթե սխալ գիտեմ ուղղեք, սիրով կընդունեմ ողջամիտ առաջարկները և այստեղ էլ ունեմ փայտի գթալ, սիրելի հետևորդներս, իրան ինչ ենք անելու, խարկելու ենք, մուք եք սիրում մուք արեք, բաց եք սիրում բաց արեք, ու անցնենք գործի, սպասենք խարկվելուն։ Սիրելի հետևորդներ ջան, ես այստեղ արդեն իսկ մակարոնը բովև եմ խորհրդանի, ոնց հայնի իրավալիս, ոչ շատ մոտ, ոչ շատ աղ, սաստիճանի, ու հիմա մի անգամից եղման ջուրանլը։ Ջուրդուցնում ենք ենքան,
հազիվ ծածկի, որ ինքը հատած ստացվի, լավ ստացվի, աղը նախորդ եմ գծվել, մինչև ջուրի լցնել եմ, հիմա սպասել նույնը և մատուցենք, այստեղ արդեն իսկ սկսել այնքը ակտիվ եղավ, ես չեմ բացելու, չեմ խառնելու, թողելու եմ եռայնքան մինչև ջուրը քաշվի ցամաքի։ Այսպես։ Սերի հետևորդներս, այստեղ արդեն իսկ պատրաստակլյամ եմ, տեսեք, թեկուզոր էլեկտրական էր, բայց այն որ հատած ստացվեց առանց ավելորդ ջրի ու չգիտես թե ինչերի։ Մենք ես մակարոնի տեսակի ռոշտա ենք, չէ, սիրում ասենք, շատերս, չգիտեմ դուք ոնց, ես հենց այդպես էլ ասում եմ։ Հիմա ինչով ահանուխ մակարոնը, իհարկե քամած մածնով լավ կլիներ, որ տնական լիներ, բայց այս դեպքում ես էլի բատ տարբերակ չի։ Դե ինչ, սիրելիներս, մեզ բարյախորժակ, ձեզ էլ բարի դիտում, հանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով, իսկ դրսում այլենց ցուրտ ձմեռ է։